Ես կողջունեմ քեզ խորհրդանիշ պայծառության, դու մարդերու խղճի նժար, դու մարդերու մտրակիչ և մարդերեն մարտիրոս, և դու անոնց անգին նոխազ և դու անոնց անգին գերի։ Հայ հեղափոխական դաշնակցության հիմնադիր երրորդության և առաջին սերնդի ակնառու դեմքերից է Սիմոն Զավարյանը։ Նա հանդիսացավ դաշնակցության խղճի, բարոյական և գաղափարական սկզբունքների մարմնավորումն ու խորհրդանիշը։ Սիմոն Զավարյանը ծնվել է 1866 թվականին Լոռու Այգեհատ գյուղում։ Այստեղի բնակիչները մեծամասամբ սերված էին ազնվական տոհմերից։ Ազնվական էր նաև Զավարյան ընտանիքը։ Սիմոն Վրացյանը վկայում է. Որոշապես Սիմոն Զավարյանի նկարագրին և անհատականության վրա զգալի էր տիրական դրոշմը ազնվականության, որ կդրսևորվեր սեփական արժանավորության շեշտակի գիտակցումով և անկետ հրադրված նախ սեփական անձի նկատմամբ խստապահանջ գտնվելու և ապա այլոց խստակրոնության մղելու նախանձախնդրությամբ։ Տարրական կրթությունը գյուղում ստանալուց հետո Սիմոնը 7 տարեկանում տեղափոխվում է Թիֆլիս, ուր սովորում է պետական ռեալական դպրոցում և հաջողությամբ ավարտում այն։ Թիֆլիսում դեռևս պատանի Սիմոնն անդամագրվում է աշակերտական Նարոդնայա Վոլյա խմբակին։ Հետագայում, երբ Մոսկվա տեղափոխվեց, նա արդեն տոգորված էր հայկական ազգասիրական գաղափարներով ու զգացումներով։ Մոսկվայում հայ ուսանողությունն այդ ժամանակ քեռուզեռի մեջ էր։ Այնտեղ էին Ռոստոմը, Ավետիս Ահարոնյանը, հայր Աբրահամը, Քրիստափորը և ազգային այլ գործիչներ, ովքեր տարված էին հայրենասիրական գաղափարներով և անմիջական հարաբերությունների մեջ էին Թիֆլիսի մտավորականության և երիտասարդական խմբերի հետ։ Ճեմարանը ավարտելուց հետո 1890 թվականի ամռանը Զավարյանը վերադարձավ Թիֆլիս։ Այստեղ արդեն նախապատրաստվում էր հայ հեղափոխական դաշնակցության կազմավորումը։ Հատկանշական է այն արտահայտությունը, որ դաշնակցության մեջ պահպանվել է հիմնադիր երրորդության վերաբերյալ, որ Քրիստափոր Միքայելյանը հանդիսացել է առաջին սերնդի դաշնակցականների համար միտքն ու կամքը։ Սիմոն Զավարյանը եղել է խիղճն ու բարոյականությունը, Ռոստոմը եղել է դաշնակցության գործը։ Սիմոն Զավարյանը Հովսեփ Արգուտյանի հետ անցավ Տրապիզոն, ստանձնելով ազգային վարժարանի տնօրենի պաշտոնը։ Տրապիզոնում սակայն նա երկար չկարողացավ մնալ։ Մի քանի ամիս անց թուրքական կառավարությունը ձերբակալեց Զավարյանին և Արգուտյանին որպես հեղափոխականների։ Դատի ժամանակ Զավարյանը մի հանդուկն պաշտպանողական ճառ արտասանեց, խարազանելով սուլթանի նեխած վարչաձևը։ Հետևանքը եղավ 4 տարվա բանտարկության դատավճիռը։ Որոշ ժամանակ անց ռուս դեսպանի միջամտությամբ Զավարյանն ու Արգուտյանը փոխադրվեցին Ռուսաստան ու ռուսական կառավարության կողմից աքսորվեցին Բեսարաբիա, ուր աքսորված էր նաև Քրիստափորը։ Այստեղ Քրիստափորը, Զավարյանը և Արգուտյանը երեքով աշխատեցին հայ հեղափոխական դաշնակցության ծրագրի նախագծի պատրաստման վրա։ Նրանք սկսեցին խոսել և չափել համահայկական մասշտաբով, այսինքն ոչ թե հայությանը բաժանեցին դասակարգերի, խմբերի, խմբավորումների, շահագործողների, այլ նրանք դրեցին հայ ժողովրդի բովանդակ շահերի հասկացությունը և ձևավորեցին իհարկե կառուցվածքի, այսինքն ցանցի գաղափարը։ Սիմոն Զավարյանին է պատկանում հետևյալ բանաձևը. նկատելով, որ աշխատանքի շահերի պաշտպանությունը հանդիսանում է մեր նպատակի հիմնական կետերից մեկը, իսկ անգործությունը տանում է մարդկանց անբարոյականության և ապրուստի թեթև, բայց ծուռ միջոցների դիմելու, որ գցում է կազմակերպության վարկը, ժողովը որոշեց, որ ամեն մի դաշնակցական, ուր որ էլ որ գտնվի, տարածելու է իր գաղափարները, քարոզելով և մանավանդ կոնկրետ գործերով, որ ամեն մի դաշնակցական օժտված լինելու է ազնիվ մարդի վայել բարոյական ու հեղափոխական հատկություններով, որ ամեն մի զինվոր կամ այլ կարգի հեղափոխական արտասահմանում կամ երկրում, երբ նա ամբողջովին կազմակերպության տրամադրության տակ չէ, իր ապրուստը ապահովելու է իր ազնիվ աշխատանքով։ Զարմանալի չի, որ այն կառույցը, որի անդամն էր Զավարյանը, շատ համակրելի էր և մարդկանց ուղղակի գերում և քաշում էր իր կողմը։ Ամենատարբեր մարդիկ, սկսած իշխանազուններից, ինչպիսին էր Հովսեփ Արգուտյանը, և վերջացրած ռամիկներից, ինչպիսին էին Արաբոն և մյուսները, հեշտությամբ միանում էին այս կազմակերպության մեջ և շատ արագ վարակվում էին Զավարյանի գաղափարներով։ Աքսորից վերադառնալուց հետո 1892 թվականին Սիմոն Զավարյանը մասնակցեց հայ հեղափոխական դաշնակցության
առաջին ընդհանուր ժողովին եւ Քրիստափոր Միքայելյանի ու Ռոստոմի հետ մշակեց կուսակցության ծրագիր կանոնագիրը։ Սիմոն Զավարյանի հիմնական սկզբունքն է եղել աշխատել ժողովրդի մեջ ու ժողովրդի համար։ Մեծ քաղաքների հայ երիտասարդներին նա խորհուրդ էր տալիս գնալ գավառ եւ ծառայել հայրենիքին։ Նրա երազանքն էր տեսնել հայ երկրագործ դասի տնտեսական բարգավաճումը։ Դաշնակցության բարոյական դիմագծի կերտման գործում Զավարյանն իր կյանքով եւ գործով լավագույն օրինակ հանդիսացավ։ Սիմոն Զավարյանը ինքը ժամանակի լավագույն հայ մտավորականներից էր։ Կլասիկ, կրթություն ստացած, մասնագետ եւ միաժամանակ լինելով իսկապես լավ տնտեսագետ, լավ ագրոհամակարգի մասնագետ, պատկերացնելով Հայաստանի պետականության, ապագա պետականության ձևավորման գիտական հիմքերը, նույն Սիմոն Զավարյանը չէր խորշում ամենածանր կազմակերպական աշխատանքից։ Միքայել Վարանդյանից մեզ են հասել բավականին արժեքավոր հուշագրություններ կապված Սիմոն Զավարյանի հետ։ Ուժեղ ու շքեղ անհատականությունը, հպարտ իր բյուրեղյա մաքրությամբ, ճշմարտասեր եւ ճշմարտախոս ամեն պարագայում, անողոք ցուցամունության եւ կեղծության հանդեպ, ծայրահեղ եւ անզուսպ իր բարկության պորտկումներու մեջ, բայց եւ առհասարակ զիջող, ներողամիտ, հաշտարար։ Սիմոն Զավարյանն առանձնահատուկ վերաբերմունք էր տածում հայ գյուղացու եւ հայրենի հողի հանդեպ։ Նա հանդիսանում էր Կովկասի առաջնակարգ գյուղատնտեսներից մեկը, ով քաջածանոթ էր գյուղին ու գյուղացուն։ Խանասուրի Վարդանը պատմում է, որ Կիրիկյա կատարած այցելության ընթացքում Զավարյանն իր մոտ էր պահում Զեյթունի Ճիհան գետից մի շիշ ջուր, քարի կտորներ եւ մի քանի մանր իրեր, որպես հիշատակ հայրենի հողից։ Զավարյանն իր մասնագիտությամբ առաջնակարգ դիրք կարող էր ապահովել Կովկասում, սակայն պաշտոնները չէին հրապուրում նրան։ Մարդկության եւ մասնավորապես հայ ժողովրդի հանդեպ ունեցած անսահման սերը նրան մղեցին հեղափոխական պայքարի։ Նա հայ ժողովրդի եւ հայ հեղափոխական դաշնակցության պատմության մեջ է մտել որպես կուսակցության խիղճը։ Պատահական չի, հենց ինչու խիղճը։ Նա շատ ավելի փափուկ էր, քան Քրիստափորը, քիչ ավելի ուրեմն հետևողական, քան մնացած բոլորի շրջապատում, բայց միևնույն ժամանակ չափազանց բարի եւ նաեւ ուրեմն բարոյական անձնավորություն։ Մինչև 1902 թվականը Զավարյանը մնաց Թիֆլիսում, իբրև հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ ու կուսակցության ղեկավար ուժերից մեկը։ Նույն թվականի գարնանը, երբ Քրիստափորը փոթորիկի գործերով մեկնել էր Ռուսաստան, նրա փոխարեն Ժնև տեղափոխվեց Զավարյանը, որպես դրոշակի խմբագրության անդամ, Ակնունու եւ Վարանդյանի հետ միասին։ Մշակի խմբագիր ու ազգային գործիչ Գրիգոր Արծրունու ուղարկավորությանը Զավարյանը գերեզմանատանը տպավորիչ դամբանականով հանդես եկավ, երիտասարդության անունից երդվելով իրականություն դարձնել մեծ ուսուցչի առաջադիմական գաղափարներն ու պատգամները։ Սիմոն Զավարյանի այդ օրվա խոսքից ուշագրավ են հետևյալ մտքերը. «Անվեհեր է կռվողը, ընկավ իր գործնեության փայլուն ժամանակը, նա ընկավ կռվի դաշտում, դրոշակը բարձր բռնած ուժեղ ձեռքում, բայց մի ասեք նա ընկավ, նա կենթանի է մեր մեջ, թեև ընկավ դրոշակիրը, բայց ծածանում է դրոշակը, կենթանի են զինվորները։ Առաջադիմության զինվորները չեն ընկնի, չեն տատանվի հասարակական կռվի մեջ։ Հայ երիտասարդությունը թանկագին ուսուցիչ, չի դավաճանի քո քարոզի ու ոչ մի կետին, նա չի շոյի, չի խոնարհվի մեծամասնության առաջ, նա թույլ չի տա հայկական կյանքին կանգնել անշարժության մեջ, նա կմիացնե բոլոր մեր եղբայրակիցներին, առանց կրոնի խտրության։ Սրբությամբ ընդունելով 19-րդ դարի քո տարածած սկզբունքները անձի եւ խղճի ազատությամբ վերաբերմամբ, մենք կդիմադրենք այն բոլոր տարերին, որոնք հակառակ են այդ գաղափարներին եւ կաշխատենք կյանքի մեջ իրականացնել այդ գաղափարները»։ Ասում են, որ կուսակցության որդեգրած բոլոր բարոյական չափորոշիչները Զավարյանի մտքի արգասիքն են։ Իր ստվարածավալ եւ ուրեմն ընդարձակ աշխատություններում նա անընդհատ խոսում է բարոյական չափանիշների մասին, բարոյական ուժի մասին, առաջ քաշում թեզեր, տեսակետներ, որոնք հետագայում իրենց այսպես հիմնական տեղը գտնում են նաև այլ մտածողների աշխատություններում, ինչպես օրինակ Գարեգին Նժդեհի բազմաթիվ աշխատանքներում, որտեղ շատ հետաքրքիր է Գարեգին Նժդեհը Զավարյանին հիշում է որպես ուսուցիչ եւ անվանում իմ մարգարեն։ Սիմոն Զավարյանի նկարագրին բնորոշ է եղել նաև միջոցները խնայողաբար տնօրինելու կարողությունը, առավել ևս երբ խոսքը կուսակցական եկամուտներին է առնչվել։ Այս մասին շատ պատմություններ կան։
Այսպես, 1890 թվականի ամռանը Դաշնակցությունն իր անդամներից մեկին ուղարկում է Կոկունյանի մոտ, ով վերադառնալով 100 ռուբլի ծախս է ներկայացնում։ Նույն պարտականությամբ ուղարկվում է նաև Զավարյանը։ Վերջինս ամբողջ ճանապարհի եւ 15 օրվա կեցության համար ծախսել էր ընդամենը 17 ռուբլի գումար։ Սիմոն Վրացյանի հուշերում կարդում ենք. Զավարյանի մեջ ամբողջ կյանքի ընթացքում հեղափոխականն ու գիտնականը կռիվ էին մղում միմյանց դեմ։ Զգացմունքը նրան մղում էր դեպի ընկերային գործնական պայքար, միտքը դեպի գիտություն։ Հեղափոխական շրջանակում էլ նրա գիտական հետաքրքրությունը կանգ չէր առնում։ Ամեն տեղ ուր գնում էր Դաշնակցության գաղափարը քարոզելու, հետը տանում էր եւ գիտական ծրագիրներ։ Նրա պայուսակի մեջ Դաշնակցության ծրագրի ու կանոնագրի կողքին գտնվում էին եւ վիճակագրական տեղեկություններ հայ գյուղի կենցաղական ու տնտեսական կյանքից։ Խոսել Սիմոն Զավարյանի մասին եւ չպատկերացնել ամբողջ այն մտավորական երիտասարդությունը, որը նույնիսկ զենքին ծանոթ չլինելով իրեն նետեց հեղափոխական պայքարի մեջ։ Նետեց կազմակերպությունը, ժողովրդին ոտքի կանգնացնելու, դա այն ժողովուրդն էր, որը ստրկացված էր, որը ֆիդայիներին վախենում էր զենք բառից, վերցնում էր մատնում էր իշխանություններին, այդ ժողովրդին դաստիարակելու, այդ վերածնունդը, պետության տեսիլքը ժողովրդին վերադարձնելու շարժումը մեզ մոտ տևեց մոտավորապես 25 տարի։ Սիմոն Զավարյանն այնտեղ էր, ուր գործ կար, եւ հատկապես կուսակցական առաջադրանքներին նվիրվում էր անմնացորդ։ Զավարյանի համար անկարելի էր ականատես լինել ջարդերին, հալածանքներին եւ շահագործումներին ու հանգիստ նստել։ Այսպես, երբ Կիլիկիայից Թիֆլիս էր վերադարձել, ընկերները ցանկանում էին, որպեսզի Զավարյանը մի փոքր հանգստանա, սակայն ժողովի ժամանակ նա ոտքի է կանգնում եւ հանձնարարություն պահանջում։ Գարեգին Խաժակը հիշում է. Սիմոնը կյանքի ասպարեզը ոտք դնելու առաջին օրեն իսկ սկսեց կատաղորեն հալածել պաշտոնամոլ եւ դիրքամոլ մարդերը, որպեսզի կատաղությունով այն կհարցակեր այն ընկերներու վրա, որոնց մեջ կնշմարեր գետ նշույլմը ձգտման, Դաշնակցությունը ծառայեցնելու իրեն համար իբր միջոց այս կամ այն յուղոտ պաշտոնը ձեռք բերելու եւ կամ աղեկ ռոճիկ ստանալու համար։ Այդ տեսակ խնդիրներու առիթով որքան ընդհարումներ, որքան վեճեր ու կռիվներ են եղած հայ հեղափոխական Դաշնակցության ղեկավար շրջաններու մեջ։ Եթե հոտար Սիմոնը կերթար ծայրահեղություններու, ընկերները երկար վիճել են, նույնիսկ կռվել են ու զիրար վիրավորել են, հետո նորեն նույն պատկարանքը կզգային դեպի Սիմոնը, որովհետև համոզված էին, որ անկեղծ սրտի խոր ներսերեն է անորսածը, որ այն այդ տեսարանները չէր սարքեր, հարձակումները չէր գործեր, այս կամ այն ընկերը ստորացնելու նպատակով։ Ամենքը բացարձակապես ամենքը համոզված էին անոր բյուրեղանման անկեղծության ու մաքրության մեջ։ Այդ պատճառով ամենեն կատաղի կռիվներեն ետ գնալ իսկույն թևանցուկ կպտտեին Սիմոնի հետ, կխոսեին Սիմոն ջանով։ Ինչ ասես արժեր հրայր դժոխքի հերացումը, կամավոր հերացումը հնչակյան կառույցից եւ միավորումը հայեղափոխական դաշնակցությանը, որը հենց նման մարդկանց այսպես խիստ համակրելի կերպարից էր բխում, բոլորը աշխատում էին հավաքվել այս մարդկանց շուրջը։ Եվ Զավարյանը հանդես գալով որպես կուսակցության խիղճ բառի բուն իմաստով կատարեց իր դարակազմիկ դերը կուսակցության համար սահմանելով եւ ընդհանրապես ազատամարտի գործիչների համար սահմանելով այն բարոյական չափորոշիչը, որը միշտ էլ հասու մնաց եւ միշտ էլ մնաց կենտրոնական գործելավոճում։ 1908 թվականին Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո, երբ Կովկասում սկսվեցին հալածանքները Դաշնակցության դեմ, Զավարյանն անցավ պոլիս, որտեղ գործեց իբրև հույդա ղեկավար ուժերից մեկը։ Մեծանուն երգիծաբան Երվան Տոտյանը, ով քաջածանոթ էր Սիմոն Զավարյանին, նրա մասին պատմում է. երբ կխոսեր իր սիրական իտալերենուն վրա, ներշնչվածի տեսնուղի իր պարզ ու գեղեցիկ վերջախոսությամբ, այնատեն մարմնեղեն Զավարյանը գրեթե աննշմարելի կդառնար ու կտեսներ իր միայն հոգին ու կլսեիր միայն ձայնը։ 1911 թվականի ամռանը Սիմոն Զավարյանը Պոլսում մասնակցեց հույդա 6-րդ ընդհանուր ժողովին։ Նա այստեղ Պոլսում էր որպես բյուրոյի անդամ եւ ապրում էր Եսայան վարժարանի ուսուցչական պաշտոնից ստացած համեստ աշխատավարձով։ Դպրոցից դուրս իր ամբողջ ժամանակն ու եռանդը նվիրելով կուսակցությանն ու հասարակական աշխատանքին։ Դաշնակցության ընկերվարությունը, որը նույնպես այս սերնդի եռյակի, հատկապես Սիմոն Զավարյանը ամենալավ, նվիրյալ ընկերվարականներից մեկն էր, հետևյալն էր, որ եթե ժողովուրդը պիտի լուծի հայրենիքի ազատագրման խնդիր, այդ ժողովուրդը ուժեղ ժողովուրդ պիտի լինի, որտեղ ինքը պիտի իր հայրենիքը ազատագրի։
բայց եթե այդ ժողովրդի ներսում չկա սոցիալական արդարություն, չկա ազատություն, այդ ժողովուրդը չի համախմբվի, որ իր խնդիրը լուծի։ Ազատամարտի 1913 թվականի նոյեմբերի 2-ի համարում Գրիգոր Զոհրաբը իր ընկերոջ Սիմոն Զավարյանի մասին հիշում է. Մեկ ներանոցում է այն կամավորներու պստիկ խումբ են, որոնք օրին մեկը անհնարին երազմը իրականացնելու համար առաջ նետվեցան։ Ահա մեծ արվեստը, առաջ նետվիր ամեն բանի մեջ եւ ամեն տեղ։ Ահա մեծ պատիվը, ամեն վարքյան վտանգին դեմ, բանտին դեմ, կախաղանին դեմ քալել եւ քալել աներկյուղ եւ ահա մեծ արիությունը, պարտասումին ու վեհության դեմ եւ ափսոս, երբեմն նույնիսկ քու ազգիդ կողմը եկող հարվածներուն եւ ատելություններուն դեմ քալել եւ քալել անվհատ։ Եվ այս եղավ 20 տարի շարունակ կյանքը այս երիտասարդներուն, այսօր ծերեր արդեն, այն եղավ սխրալի ցուցազներգությունը եւ անհավատալի վեպը, որ հայկական հեղափոխություն կկոչվի։ Չափազանց դժվար է Զավարյանին ներկայացնել Քրիստափորից կամ Ռոստոմից առանձին, որտեվ եռամիասնություն հասկացությունը կարծես լավագույնս բնորոշում է այս երեքին միասին վերցրած։ Առանձին ներկայացնելիս հաճախ կա վտանգը կրկնվելու։ Մեկին բնորոշելու այնպիսի հատկանիշներով, որոնք երկրորդի մասին խոսելուց դարձյալ ուրեմն բնորոշ տալու ենք նաև երկրորդի հասցեին խոսելիս։ Դրա համար ես փորձում եմ Զավարյանին ներկայացնել ավելի շատ իր այդ բարոյական չափորոշիչի տեսակետից, երբ որ ինքը սկսեց ընկալվել որպես կուսակցության խիղճ։ Սիմոն Զավարյանն իր հոդվածներով հանդես եկավ ազատամարտի էջերում, հատկապես այդ շրջանի իր գործունեությամբ եւ պաշտպանած գաղափարներով հայ ազգային իրականության խոցելի ծալքերն ու հորի բարքերը մերկացնող եւ խարազանող իր հետեւողական վարքագծով Զավարյանն արժանացավ համազգային հարգանքի։ Այս սերունդը իսկապես մեր ժողովրդի երևի բազմադարյան հարյուրամյակների պատմության մեջ նվեր էր մեզ համար, որովհետև շատ դժվար էր ունենալ մտավորական, երիտասարդական կամ քաղաքական էլիտա։ Պետություն չուներ, երկիրը տարբեր համակարգերի մեջ էր, արևմտահայ մտածողությունը ավելի շատ եվրոպական արժեքներով էր, արևելահայ մտածողությունը ամբողջությամբ ռուսական արժեհամակարգի մեջ էր, եւ այս պայմաններում ուղղակի զարմանալ կարելի է, թե ինչպես 19-րդ դարի ընդամենը 20-30 տարիների ընթացքում վերջի դարաշրջանի առաջ եկավ մի սերունդ, որը իր մեջ ուներ եւ մարտական ոգի, եւ իր մեջ ուներ մտավորական վճռականություն, եւ իր մեջ ուներ աշխարհի հետ հավասար գնալու քաղաքակրթական վերջին արժեքներին հավասար, այդ նոր գաղափարական շարժումներին հավասար ընթանալու վճռականություն։ Ամբողջ հայությունը խորապես ցնցվեց, երբ 1913 թվականի հոկտեմբերի 27-ին ճակատագիրը կտրեց կյանքի թելը գաղափարի մեծ ուսուցչի, դաշնակցության խիղճը մարմնավորած հայոց ազատամարտի աշխարհիկ սրբի եւ ընկերային նազովրեցու Սիմոն Զավարյանի։ Այդ օրը Ազատամարտ թերթը գրեց. Մեկը սավ անոր մասին աշխարհիկ սուրբը, ոչինչ այնքան ճշտորեն չէր հատկանշեր գաղափարի այդ նահատակը, ինչպես այդ հակիրճ բառերը՝ զինվոր հեղափոխության, զինվոր եւ բարոյական անաղարտ մաքրության։ 25 տարի շարունակ այդ անունը իր հմայքով լեցուցեր էր արթնցող հայրենիքի մթնոլորտը, լեցուցեր էր կովկասահայ գաղափարական երիտասարդության ոստանները։ 25 տարի շարունակ այդ երիտասարդությունը գիտեր, որ հայոց մռայլ երկնքի անունը ջինջ իդեալականության անուն մներ, խիզախ ծառացումներու անունը, խանդավառ հայրենասիրության եւ անկաշար ազնվության անունը։ Եվ թե պատահական չէր, որ ամենաբախտավորը եղավ, միակն է 3 ուրեմն հիմնադիր հայրերից, որը մահանալուց հետո վերաթաղվեց Հայաստանում եւ այս պահին այստեղ իր հայրենի Այգիհատ գյուղում է գտնվում իր գերեզմանը, որը վստահ եմ ժամանակի հետ կդառնա նաև ուխտագնացության վայր, քանի որ իրականում այնտեղ բառի բուն իմաստով մեծ հայորդի է թաղված, մարդ, որը կանգնած էր հայաստագրական շարժման ակունքներում, մարդ, որը իր բարոյականությամբ եւ գաղափարներով հարստացրեց այդ ազատագրական շարժումը, մարդ, որի հմայքը այնքան մեծ էր, որ նա շուրջ էին հավաքվում մեր իրականության գրեթե բոլոր հայտնի ազատամարտիկները, հայդուկները եւ մարդ, որը իր առաքելությանը մշտապես հավատարիմ եղավ։ Մեզ են հասել Միքայել Վարանդյանի հուշերը Սիմոն Զավարյանի հուարկավորության հետ կապված։ Վարանդյանը գրում է.
Պոլիսեն Թիֆլիս փոխադրվեցավ Զավարյանի մարմինը, որը ընկերացավ Սիամանթոն, մասնավոր պատվիրակությամբ։ Երբ դիակարգը դագաղ ու հանդիսավոր կանցնեին Իրիկնադեմին Թիֆլիսի փողոցներով, ժողովուրդը խորունկ ու պատկառոտ լռության մեջ, առանց երաժշտության, առանց քահանայի ու դպիրներու, ուղեկցված միայն ընկերներու եւ հայ չարքաշ աշխատավորներու երկայնածիկ ու սգավոր շարքերեն, տեսարանը իր խորհրդավորության մեջ ավելի պերճախոս էր, քան Շոպենի մահերգը եւ Բեթհովենի աստվածային սիմֆոնիաները։ Մարմինը թաղվեցավ Խոջիվանքի գերեզմանատունը, ուր կհանգչեին Ռաֆին, Արծրունին եւ հետագային Նիկոլ Դուման, Քերի Ռոստոմ։ Այս սերնդի հատկապես դաշնակցության հիմնադիր բոլոր անդամները իրենց ճանապարհը ինչպես սկսեցին, այնպես էլ ավարտեցին։ Քրիստոֆոր Միքայելյանը զոհվեց ռումբի փորձարկման ժամանակ իր մարմնով ծածկելով, փրկելով իր ընկերներին։ Պայթուցիկը Սիմոն Զավարյանը հիվանդությունից մահացավ, շատ ծանր անցնելով Եղեռնի եւ այս ամբողջ նախապատրաստական ալհավիրքների շրջանով, Ռոստոմը հերոսաբար պաշտպանեց բոլոր տեղերում, որտեղ հայություն կար, հայության հատվածական թե ամբողջական շահերը, ասենք Արամ Մանուկյանը իր ճանապարհն անցավ եւ նորից հասարակ ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն էր համաճարակից զոհվում, նույն ձևով իր կյանքի վերջը գտավ։ Այսինքն յուրաքանչյուրին այս սերնդի երբ տեսնում ես, դու տեսնում ես, որ իրենք ունեցան համընթաց ճանապարհ։ Նրա մեծագույն պատգամը այսօրվա սերնդին կարող են լինել բարոյական այն չափորոշիչները, որոնք նա դրել էր ազգագրական շարժման գործիչների առջև եւ այն չափորոշիչները, որոնց համար մեր մեծանուն հայրենակից Գարեգին Նժդեի համար վերածվել էր ին մարգարեի։ Ավելի ուշ 1990-ական թվականների վերջին Սիմոն Զավարյանի աճյունը Թիֆլիսից տեղափոխվեց ծննդավայր Լոռի։ Մեծանուն հայը, ով մինչև կյանքի վերջին օրը հավատարիմ մնաց իր ազգին ու գաղափարին, իր ապրած կյանքով ու գործով դարձավ չափանիշ ու մտքի առաջնորդ գալիք սերունդների համար։ Եվ վերջապես իմ ձեռքերս դեպի երկինք թող ողջունեն քեզ, ով Խրիմյանիմը հոգույն եղբայր։ Դուն լույսի սրինգ, լույս աչքերով հողեն ելած ուրվական, լույսին վազող առաքինի, լույս բաժնող հայրենասեր, լույսին դիմաց ծնրադիր եւ լույսին համար մահացող մարդ։